Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Մայիսի 9 ժամը 22-ից 20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածաղ գյուղի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ գնդակոծության հետևանքով վնասվել է բնակելի տանտանիքը, սակայն տուժածներ չեն եղել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայկական կողմը կոչ է անում Ադրբեջանին հետաքննել տեղի ունեցածը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Free News-ը այս առնչությամբ զրուցել է Խնածաղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի հետ։ Կրակոցները ընդհանրապես տևում են մի քանի վայրկյան, տարբեր ժամերի, իսկ ընդհանուր վնասները անկանոն կրակոցներից այդ բաները իրանց այդ գնդակները գտնում են մարդկանց տանիք հատակում։ Կա մտահոգությունները միանշանակ դե մարդիկ են որպես ընդհանրապես ասի մտահոգությունը նրանով որ քիչ այսքան երկար տևում, իրանք համեմատ իր առօրյա գործով իր ապրուստի միջոցները հայթայթելով ապրում են։ Իրենց որ ասեմ թիրախավորած այս բանը չկա։ Անկանոն կրակոցների հետևանքով այդքան։ Սկսում է 10-20-ից 22-ից տենցելի։ Մի քանի վայրկյան ու տենց գնում 2-ից 4-ին տենցելի։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հաղորդագրություն էր տարածել, թե իբր մայիսի 10-ին ժամը 9:55-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, նշենք, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է մարտին։ Այս պահին Ադրբեջանը Հայաստանից ունի ակնկալիքներ, դա տարածքային պանջներից հրաժարվելն է եւ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարումը, ասել է ԱԳ-նախարարը, հավելելով, որ կողմերի միջև շփումները շարունակվում են։ Այլ թեմաներ, Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, վարչապետը կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի եւ հուշաքարի բացման արարողությանը։ Վարչապետը շրջել է տուն-թանգարանով, ծանոթացել Հրանտ Դանիելյանի աշխատանքներին։ Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը, ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի կապանում մշակութային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության խթանմանը։ Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արհեստանոցը։ Գեղանկարիչը հեղինակել է տասնյակ կտավներ խուստուփի տեսարաններով, կապանյան բնապատկերներով եւ ազգային նատյուրմորտներով։ Այսուհետ թանգարանը բաց կլինի այցելուների համար մշտական ցուցադրությամբ։ Իսկ ահա Երևանում նշվել է Եվրոպայի օրը, նախաձեռնության հեղինակը Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակն է։ Միջոցառմանը ներկա էր նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, որը փաստել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել։ Դեսպանը թվել է այն հաջողված ծրագրերը, որոնք իրականացրել են հայ գործընկերների հետ։ Ներքին գործերի նախարարն էլ կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը։ Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակի նախաձեռնությամբ Երևանում կրկին նշվում է Եվրոպայի օրը, Եվրոպական միասնության եւ Եվրոպայում ու ամբողջ աշխարհում խաղաղության օրը։ 75 տարի առաջ 1950 թվականին Շումանի հռչակագրով Եվրոպան կատարեց գիտակցված ընտրություն, հակամարտության եւ պառակտման փոխարեն ընտրելով խաղաղությունն ու հաշտեցումը, ապագան անցյալի փոխարեն, խաղաղությունը պատերազմի փոխարեն, միասնությունը պառակտման փոխարեն։ Հարաբերությունները խիստ այսպես ակտիվ փուլում են, մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը Հայաստանի կողքին այս դժվարին մարտահրավերներով լեցուն գործընթացում եւ փուլում կանգնելու համար, Հայաստանի սատարելու համար դեսպան Մարագոսը անշուշտ կնշի այն բոլոր միջոցառումները, որոնք Եվրամիությունը նախաձեռնում է Հայաստանին աջակցելու համար, նաև ինտենսիվորեն զարգանում են Հայաստանի եւ Եվրամիության անդամ մի շարք այլ պետությունների միջև հարաբերությունները, մասնավորապես Լիտվայի, Նիդերլանդների հետ այս տարի կնքվեց ռազմավարական գործընկերության հռչակագիր։ Եվրոպան տեսել է երկու աշխարհամարտ, երբեմնի հակառակորդներ Ֆրանսիան ու Գերմանիան ընտրեցին շատերին անհնարին թվացող խաղաղության ու գործակցության ճանապարհը։ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով սա եւս մեկ անգամ փաստում է, որ Եվրոպան պայքարել եւ այսօր էլ շարունակում է պայքարել հանուն արժեքների, բարեկեցության, ազատության եւ գործակցության։ Եվրոպական միությունը հանձնառու է խաղաղությանը, գործընկերությանն ու գործակցությանը Եվրոպայում եւ Անդին։ Եվրամիությունը հարմարվում է նոր իրողություններին, ամրապնդելով իր դիմակայությունը միության ներսում ու տարբեր ոլորտներում։ Անվտանգությունն ու պաշտպանությունը դրանցից են, բայց մեր ուշադրության կենտրոնում են նաև գլոբալ մարտահրավերները, մասնավորապես անցումը կանաչ կառավարմանը եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարին։ Այս առումով Հայաստանը նշանակալից դեր է ստանձնելու, հյուրընկալելով ՄԱԿ-ի կենսաբազմազանության գագաթնաժողովը 2026 թվականին։ ԵՄ դեսպանի խոսքով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել։ Ըստ նրա հազվադեպ կարելի է տեսնել, որ Եվրամիությունն այսքան կարճ ժամանակահատվածում խորացնի կապերը որևէ երկրի հետ։
Եմեն Հայաստանում տեղակայել է իր քաղաքացիական առաքելությունը եւ երկարաձգել դրա մանդատը։ Մենք մեկնարկել ենք մուտքի արտոնագրերի վերաբերյալ երկխոսությունը Հայաստանի հետ։ Սա հստակ ազդակ է մեր բարեկամության խորացմանը։ Բացի այդ, առաջին անգամ Հայաստանին տրամադրվել է աջակցություն եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում։ Զգալիորեն ավելացվեց նաեւ ԵՄ ֆինանսական աջակցության փաթեթը։ Այն նպատակ ունի նպաստելու Հայաստանի սոցիալ-տնտեսական կայունությանը, կապերի ամրապնդմանը, առևտրի եւ էներգետիկ ոլորտների ընդլայնմանն ու խթանմանը։ Այս ամենը կյանքի կոչելու համար ԵՄ-ն տրամադրել է 270 միլիոն եվրո։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էլ շնորհավորեց տոնի առթիվ, ապա հիշեցրեց 2023 թվականին Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որոնցում ասվում է, որ Հայաստանը հաստատակամ է Եվրամիության հետ բազմաշերտ գործակցության խորացմանը։ Ըստ նախարարի հետագա քայլերը փաստեցին, որ այս ուղղությամբ Երևանի կամքն ու վճռականությունն անփոփոխ են։ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի թե ստորագրումը եւ թե նաեւ գործնական կիրառումը հենց շատ կարեւոր ուղենիշային քայլ է այս ճանապարհին, հաշվի առնելով դրանում ամրապնդված այն բոլոր սկզբունքները եւ այն բոլոր միջոցառումները, որոնք որ նախատեսված են։ Համաձայնագրի կիրարկման հարցում ես չափազանց կարեւորում եմ Եվրոպական միություն քաղաքացիական հասարակություն պլատֆորմի գոյությունը եւ նաեւ արդյունավետ գործունեությունը եւ պիտի փաստեմ Հայաստանի Հանրապետության վճռականությունը ճանապարհային քարտեզով նախատեսված բոլոր միջոցառումների ոչ թե կատարման, այլ արդյունավետ կատարման եւ հողի վրա շոշափելի արդյունքներ գրանցելու հարցում։ Ներքին գործերի նախարարը եւս կարևորեց վիզաների ազատականացման գործընթացը։ Նրա խոսքով այն իր դրական ազդեցությունը կունենա տնտեսության, ներդրումների, նոր կապերի եւ շփումների վրա։ Սա լավ առիթ է, լավ հնարավորություն է արժեքաբանական առումով փոփոխելու այն բոլոր ռազմավարական մոտեցումները, որոնք կարող են լինել ժողովրդավարական պետություններում։ Իշահ բնականաբար տվյալ երկրի ժողովրդի եւ տվյալ երկրի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ստեղծման նաեւ եւ ինչու ոչ ապա նաեւ կայացման։ Եվ ես պիտի փաստեմ, որ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացումը թույլ պիտի տա նաեւ շատ ավելի կարեւոր նվաճում ունենալ մարդկային շփումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Եվրամիության քաղաքացիների միջև։ Ներկաները հույս հայտնեցին, որ այսուհետև Եվրոպայի օրը Հայաստանում կնշվի պետական մակարդակով։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Հնդկաստան-Պակիստան սահմանին նոր ռազմական զորացում է արձանագրվել Պակիստանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, ըստ որի երկիրը սկսել է լայնածավալ ռազմական գործողություն Հնդկաստանի դեմ։ Պակիստանը մեղադրում է Նյու Դելհիին իր տարածքում հրթիռներ արձակելու մեջ։ Հնդկաստանն էլ արձագանքել է, նշելով, որ Պակիստանը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հարավային Ասիան կրկին հայտնվել է լուրջ ռազմական դիմակայության եզրին։ Պակիստանը պաշտոնապես հայտարարել է Հնդկաստանի դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին, մեղադրելով նրան իր տարածքում գտնվող 3 ռազմաօդային բազաների ուղղությամբ հրթիռներ արձակելու մեջ։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ Իսլամաբադն այլընտրանք չունի։ Այս հակամարտությունը այլընտրանք չունի, մենք պետք է Հնդկաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսենք։ Այս պահին մենք այլ տարբերակ չունենք եւ պետք է նույն մետաղադրամով նրանց հատուցենք։ Պակիստանի զինված ուժերը հայտարարել են Բանյար ուր Մարսուս անվան լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին, որպես պատասխան Հնդկաստանի ագրեսիվ գործողություններին։ Պակիստանը պնդում է, որ ոչնչացրել է Հնդկաստանի Բրահմոս հրթիռների պահեստը եւ հարվածել է մի շարք ռազմաբազաների, այդ թվում Պաթանկոտում եւ Ռթամպուրում։ Միաժամանակ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Պակիստանը թիրախավորել է նաեւ քաղաքացիական օբյեկտներ, դպրոցներ եւ բժշկական կենտրոններ։ Մայիսի 10-ի առավոտյան Հնդկաստանի հոփամակարգերը խոցել են մի քանի զինված անօդաչու թռչոքսարքեր Ամրիցարի երկնքում։ Հնդկաստանի զինված ուժերը Պակիստանի գործողությունները որակել են որպես ինքնիշխանության խախտում եւ արձագանքել են համարժեք հակահարվածով։ Նշվել է նաեւ, որ Պակիստանի զորքերի տեղաշարժը սահմանին դիտվում է որպես հարձակման նախապատրաստություն։ India Today տվյալներով Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Պակիստանին թուրքական արտադրության անօդաչու սարքեր օգտագործելու մեջ։ Գնդապետ Սոֆիա Քուրեշին հայտնել է, որ հոփամակարգերը կանխել են 36 թիրախների վրա ուղղված լայնածավալ հարձակումը, խոցելով մեծ մասը։ Մենք խոցեցինք այդ անօդաչուները օգտագործելով ինչպես կինետիկ, այնպես էլ ոչ կինետիկ միջոցներ։ Հավանական նպատակը մեր հակաօդային պաշտպանության համակարգերի ստուգումն ու հետախուզական տվյալներ հավաքելն էր։ Այժմ անօդաչուների բեկորների փորձաքննություն է իրականացվում։ Նախնական զեկույցները ցույց են տալիս, որ անօդաչուները թուրքական արտադրության մոդելներ են։
Սրացման այս փուլը սկիզբ է առել դեռ ապրիլի 22-ին Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել են Հնդկաստանի եւ Նեպալի քաղաքացիներ։ Նյու Դելին մեղադրել է Լաշքար-e-Թայբա խմբավորմանը եւ Պակիստանի հատուկ ծառայություններին, նշելով Իսլամաբադի ներգրավվածությունը։ Այս միջադեպը դարձել է հակամարտության էսկալացիայի առանցքային պահը։ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածությունն ունի երկար պատմություն։ 1947-ից ի վեր նրանք 3 պատերազմ են մղել, որից 2-ը Քաշմիրի պատճառով։ Նոր մեկնարկած ռազմական գործողությունների վերաբերյալ էլ միջազգային արձագանքը չի ուշացել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ, կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Կոչ եմ անում գտնել լարվածությունը նվազեցնելու ուղիներ եւ առաջարկում եմ Միացյալ Նահանգների օգնությունը կառուցողական բանակցություններ սկսելու համար, որպեսզի կարողանանք խուսափել հետագա հակամարտությունից։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը եւս հայտնել է մտահոգություն Հնդկաստանի եւ Պակիստանի միջև աճող լարվածության կապակցությամբ։ Չնայած միջազգային կոչերին, սահմանին իրավիճակը մնում է պայթյունավտանգ։ Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը իրականացրել է Սինդուր անունով հատուկ գործողություն, հարվածելով Պակիստանի եւ Քաշմիրի մի շարք ռազմական կետերին։ Հակամարտության այս փուլում արդեն խոսվում է շուրջ 50 զոհերի մասին, թե Հնդկաստանը, թե Պակիստանը շեշտում են իրենց ինքնապաշտպանության իրավունքը, սակայն միջազգային հանրությունը խորապես մտահոգված է երկու միջուկային տերությունների դիմակայության հնարավոր հետևանքներով։ Այս պահին ամենահույս ներշնչող ուղին դիվանագիտությունն է, սակայն մինչև դրան հասնելը Հնդկաստան-Պակիստան սահմանը մնում է տարածաշրջանի ամենավտանգավոր գիծը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ուկրաինան ու բոլոր դաշնակիցները պատրաստ են լիակատար եւ անվերապահ 30-օրյա հրադադարի ցամաքում, օդում եւ ծովում սկսած մայիսի 12-ից, հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Ուկրաինական դիվանագիտության ղեկավարը սոցցանցում նաեւ գրել է, որ նախագահ Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը արդյունավետ զրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Եվրոպացի առաջնորդներն այսօր առավոտյան գնացքով ժամանել էին Կիև կամավորների կոալիցիայի հանդիպմանը մասնակցելու համար։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ Սի Ցզինփինը հանդես է եկել գլոբալ անվտանգության ընդհանուր համապարփակ համատեղ եւ կայուն հայեցակարգի օգտին ընդգծելով բոլոր երկրների անվտանգության օրինական շահերի հանդեպ հարգանքի անհրաժեշտությունը։ Ճգնաժամի արմատական պատճառները պետք է վերացվեն, Չինաստանը ողջունում է խաղաղ նախաձեռնությունները եւ հույս ունի, որ Մոսկվան ու Կիևը կարող են հասնել փոխընդունելի համաձայնության, ասել է Չինաստանի նախագահը։ Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ըստ Չինաստանի արտգործնախարարության հայտարարության հաստատել է, որ Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների սկսել խաղաղ բանակցություններ եւ ձգտում է արդար եւ կայուն խաղաղության պայմանագրի։ Լեհաստանի եւ Ֆրանսիայի իշխանությունները նոր նախաձեռնություններ կառաջարկեն Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար, ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Տուսկի բնորոշմամբ այս նոր համաձայնագիրը մեծ նշանակություն կունենա ԵՄ-ի ամրապնդման համար։ Նախագահ Մակրոնի հետ միասին մենք կառաջարկենք տարբեր նախաձեռնություններ Ուկրաինայում խաղաղության, ամբողջ Եվրամիության պաշտպանունակության, ամրապնդման սահմանների ամրապնդման համար, հատկապես Ռուսաստանի եւ Բելարուսի հետ արևելյան սահմանն, ասել է Տուսկը։ Ավելի վաղ երկրները պայմանավորվել էին երկկողմ համաձայնագրի շուրջ, որը ներառում է ի թիվս այլ հարցերի պաշտպանության, միջուկային էներգետիկայի, տրանսպորտի, նաև գիտական, լեզվական եւ մշակութային գործակցության հարցերը։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի միջամտի Պակիստանի եւ Հնդկաստանի միջև հակամարտությանը, պաշտոնյան կողմերին լարվածության թուլացման կոչ է արել, բայց ընդգծել, որ երկու միջուկային տերությունների միջև սրացումը իրենց գործը չէ։ Մենք կարող ենք փորձել խրախուսել նրանց, որպեսզի մի փոքր թուլացնեն լարվածությունը, բայց մենք չենք պատրաստվում ներգրավել պատերազմի թեժ պահին, ինչը ըստ էության մեր գործը չէ, ասել է փոխնախագահը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ։ Վենսը հավելել է, որ քանի որ Վաշինգտոնը չի կարող ստիպել կողմերից ոչ մեկին վայր դնել Միացյալ Նահանգները կշարունակի դրան ձգտել դիվանագիտական ուղիներով։ Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգներից Պապ ընտրված Լևոն 14-րդն իր մասնակցությամբ առաջին պատարագի մեկնարկին դիմելով կարդինալներին հայտարարել է հույս ունի, որ իր ընտրությունը կօգնի կաթոլիկ եկեղեցուն լույս բերել այս աշխարհի մութ գիշերներին։ Եկեղեցին պետք է իրեն նույնականացնի իր անդամների սրբությամբ, այլ ոչ թե իր շենքերի վեհությամբ, ասել է Վատիկանի նոր առաջնորդը, վերահաստատելով կարծիքները, որոնց համաձայն նորընտիր Պապը մտադիր է շարունակելու Ֆրանցիսկոս 266-րդի սոցիալական արդարությանն ուղղված քաղաքական ու ավանդույթները։
Շարունակում ենք թողարկումը ըստ գլխավոր դատախազի Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանին փոխանցել ֆինանսերի նախկին նախարար ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատան վաճառքից գոյացած գումարի առյուծի բաժինը։ Հիշեցնենք, որ Խաչատրյանների առանձնատունն օտարվել է այս տարվա հունվարի 7-ին 36 միլիոն դոլարով, մինչև այդ 24 թվականի հուլիսին Հայաստանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություններ տարածել հայտնելով, որ հունիսին Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները ԱՄՆ շրջանային դատարան են ներկայացել գույքի բռնագրավման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք եւ շատ չանցած դատանի որոշմամբ համաձայնությունը հաստատվել է։ Աստուգ շաբաթվա քրեական նորությունները տեսաշարով։ Դատախազը դատարան է հանձնել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ հանցակցության փողերի լվացման համար մեղադրվողի քրեական վարույթը։ Հանցավոր ճանապարհով ձեռք բերված 24 միլիոն եվրոն Մինասյանն ու նրա հանցակիցներն օրինականացրել են անշարժ գույք ձեռք բերելու եղանակով, այսպես ձեռք է բերվել նաև Շանթ հեռուստաընկերության 48% բաժնեմասը։ Սյունիքի նախկին մարզպետ ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հրավիրվել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման գործերով վարչություն։ Վարչությունն են հրավիրվել նաև Պողոսյանի որդին եւ կինը։ Ձերբակալվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատված Արմեն Դանիելյանը ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Արմեն Դանիելյանից բացի բերման են ենթարկվել եւ ձերբակալվել նաեւ ՍԱՏՄ մի քանի այլ աշխատակիցներ։ Սահմանապահ զորքերի զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։ Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մարմարիկում 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած 2 տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դրանց մասնակցում է 100-ից ավելի փրկարարական ծառայող, այդ թվում ջրափրկարարներ եւ կինոլոգներ, նաեւ կամավորներ, ոստիկանության աշխատակիցներ եւ գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են նաեւ ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։ Հայաստանի քննչական կոմիտեն Երևանում չեզոքացրել է հանցավոր կազմակերպության մի մասնաճյուղի, որը հեռախոսային խարդախության միջոցով գումարներ է կորզել այլ երկրների քաղաքացիներից։ Այս կազմակերպության թիրախում են եղել եվրոպական երկրներում եւ Կանադայում բնակվող մեծահասակ քաղաքացիները, որոնք իրենց բանկային հաշիվներում ունեցել են առնվազն $1000։ Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Ձերբակալվածները մեղադրվում են հանցագործության դեպք թաքցնելու եւ այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իրանում գտնվող անձը առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 15 կիլոգրամ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն, որի մի մասը նախատեսված է եղել Հայաստանի տարածքում իրացման, իսկ մյուս մասը առանձնապես խոշոր չափերով 4.3 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը Հայաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխելու համար։ Պարզվել է, որ ԳԱՆ եւ ԱՄ-ն փորձել են ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված թմրամիջոցներից 95.43 գրամ մարիխուանա տեսակի եւ 96.43 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցները, սակայն ճանապարհին ձերբակալվել են Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից։ Նույն օրը ԱԿ-ն եւ ՄՕ-ն Հայաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով 4.3 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը չեն կարողացել անցկացնել սահմանով, քանի որ ձերբակալվել են։ ԱԿ-ի եւ ՄՕ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ԳԱ-ի եւ ԱՄ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Քրեական ոստիկանության Երևանի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը համաձայնության գալով մի օտարերկրացու հետ մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց Հայաստանում իրացնելու նպատակով։ Տեղեկությունը ստուգվելուց հետո Մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցում ձերբակալվել են 26-ամյա Էջմիածնեցի եւ նրա երկու համակարգացիներ 39 եւ 40 տարեկան տղամարդիկ։ 26-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է զիփ փականով հետ լցված ավելի քան 33 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով։ Նրա մոտ կար նաև մարիխուանայի նմանվող զանգված, նախաձեռնվել է քրեական վարույթ։ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել։ Այսքան այժմի համար ծանոթացեք նաև եղանակի տեսությանը, իսկ մենք կրկին եթերում կլինենք մեր հիմնական թողարկմանը 19:30-ին մինչև այդ ժամը։